Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ ամերիկյան պատժամիջոցների հերթական չափաբաժինն այլևս օրենքի ուժ ունի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի կողմից անցած շաբաթ ընդունված այս որոշումը ստորագրեց չորեքշաբթի օրը։ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Հաքաբի Սանդերսը նշում էր, որ Թրամփը պատժամիջոցների մասին որոշումը ստորագրել է նախ եւ առաջ այս հարցում Միացյալ Նահանգների իշխանությունների տարբեր թևերի միասնական դիրքորոշումն ընդգծելու համար։ Նախագահը կողմ է Իրանի և Հյուսիսային Կորեայի անազնիվ վարչակազմերի դեմ կոշտ միջոցների կիրառմանը։ Դրա հետ մեկտեղ ստորագրելով այս օրենքը նախագահը հստակ ազդակ է ուղղում Ռուսաստանին, որ միջամտությունը Միացյալ Նահանգներում ծավալվող ժողովրդավարական գործընթացներին անընդունելի է։ Օրինագիծը որոշակի փոփոխությունների ենթարկվեց, բայց եւ այնպես պետք է արձանագրել, որ Կոնգրեսն իր այս քայլով սահմանափակեց նախագահի լիազորությունները։ Չնայած այդ հանգամանքին նախագահ Թրամփը ստորագրեց օրենք ելնելով ազգային միասնության նկատառումներից հայտարարում էր Սպիտակ տան խոսնակը, ընդգծելով. «Մենք մեր տեսակետը շատ հստակ ենք արտահայտել, կողմ ենք այս երեք պետությունների դեմ կոշտ պատժամիջոցների կիրառմանը»։ Հիշեցնեմ, որ ամերիկյան նոր պատժամիջոցների համաձայն սահմանափակվում է Ռուսաստանի էներգետիկ ոլորտում օտարերկրյա ներդրումների առավելագույն ծավալը։ Այս օրինագծով չի բացառվում նաև անհատական պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի այն քաղաքացիների հանդեպ, որոնք առնչություններ ունեն կիբերհարձակումների կազմակերպմանը, կոռուպցիոն գործարքներին եւ մարդու իրավունքների խախտումներին։ Կոնգրեսի որոշման կարևորագույն կետերից մեկն էլ պատժամիջոցների վերացման հարցում նախագահի լիազորությունների կտրուկ սահմանափակումն է։ Օրինագծի համաձայն նախագահն առանց Կոնգրեսի հավանության պատժամիջոցները վերացնել չի կարող։ Պատժամիջոցների մասին օրինագծի ստորագրմամբ ամերիկյան նոր վարչակազմի հետ հարաբերությունների բարելավման բոլոր հույսերն ի դերև եղան։ Facebook-ում այսօր գրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Ռուսաստանին լիարժեք առևտրային պատերազմ է հայտարարված։ Բացի այդ, Թրամփն այս քայլով ի ցույց դրեց իր վարչակազմի լիակատար անզորությունը, նվաստացուցիչ կերպով գործադիր իշխանության լիազորությունները փոխանցելով Կոնգրեսին։ Պնդում է Մեդվեդևը, հավելելով. «Պատժամիջոցների ռեժիմը պահպանվելու է տասնամյակներ շարունակ, եթե իհարկե հրաշք տեղի չունենա»։ Ընդհանուր առմամբ պատժամիջոցների քաղաքականությունն անհեռատես, անօրինական եւ անհեռանկարային բնույթ ունի, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նշելով նաեւ, որ այն բոլոր պետությունները, որոնք բախվել են այս անօրինականությանը, մտադիր են եւ պետք է պայքարեն իրենց շահերը պաշտպանելու համար։ Պաշտոնական Թեհրանը եւս խստորեն քննադատում է ամերիկյան պատժամիջոցների մասին նոր օրինագիծը։ Վաշինգտոնի կողմից սահմանված պատժամիջոցները միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրի կոպիտ խախտում են հանդիսանում, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին։ Իրանը երբեք չի հանդուրժի իր մեկուսացմանն ուղղված քայլերը, այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին։ Նրա այս հայտարարությունը հնչել է Թեհրանում կազմակերպված արարողության ժամանակ, որի ընթացքում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Ռոհանիին հաստատել է նախագահի պաշտոնում։ Ամերիկացի վերլուծաբանների պնդմամբ էլ թեև Դոնալդ Թրամփը հատկապես Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների սահմանման հեռանկարից առանձնապես ոգևորված չէր, այնուհանդերձ չստորագրել Կոնգրեսի կողմից ընդունված որոշումը չէր կարող։ Նախագահ Թրամփն իրականում ընտրություն չուներ եւ դա երկու պատճառ ունի։ Առաջինն այն կասկածներն են, որ նա 2016 թվականի նախընտրական արշավի ընթացքում որոշակի գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել Ռուսաստանի կառավարության հետ։ Եթե նա վետո դներ պատժամիջոցներ սահմանող օրենքի վրա, ապա նման քայլն այդ կասկածներն էլ ավելի էր խորացնելու։ Մյուս շատ ավելի պրագմատիկ պատճառը քվեների այն հարաբերակցություններ, որով հաստատվեցին պատժամիջոցները Կոնգրեսի երկու պալատներում։ Այդ քվեները բավարար էին, որպեսզի Կոնգրեսը հետագայում կարողանա հաղթահարել նախագահի վետոն, անտեսելով նրա առարկությունները, նշում է միջազգային հարաբերությունների Ջոնս Հոփքինսի դպրոցի պրոֆեսոր Հալ Բրանցը։